հիմա։ Մենք վարկյան առաջ պետք է Նիկոլին ռադանենք։ Վարկյան առաջ պետք է ռադարած լինեինք արդեն վաղուց, ոչ թե հիմա։ Ինչ է անում։ Էլ ինչ պետք է անի, սա պատանեմ։ Արցախը վաճառեց։ Հայկական հողերը վաճառում է, կտոր վաճառում է։ Գերաբլուրը մեծացվեց։ Այդ խաղաղությունը գիտես ինչ կա, գերեզմաներում էլ է խաղաղ։ Ընդ որում ես քեզ ասեմ, Գանձակի մեր գերեզմանները հայկականը հենց առաջի տարին կներեք հողի հետ հավասարացրեցին։ Հիմա մենք ուզում ենք Եռաբլուրն էլ հավասարացնել, դες թվում է որ 300-400 հազար հայ ադրբեջանցի բերի ստեղ։ Ինչ է լինելու ձեր վիճակը։ Դուք գիտեք իրանց հետ ոնց է լինում ապրելը։ Ես գիտեմ ցավը տանը։ Մանավանդ այդ Ալիևի կլանը։ Իրանց օրով ես տեսել եմ այդ հակահայկական այդ բանը вообще ավելի sense բան եղավ, զարգացավ։ Հնարավոր չի իրանց հետ ապրելը։ Ու սրանք լրիվ թուրքական կառավարություն են բրիտանացիների մեջքին կանգնած։ Թե չէ որ ասվի Նիկոլին չէ, Նիկոլը ով է։ Ոչ Էրդողանն է ինչ-որ մի բան, ոչ Ալիևը։ Եթե իրանց մեջքին անգլոսաքսերը կանգնած չլինեն, իսկ այսօր բրիտանացիները։ Ու պետք չի ժողովրդի մեջ են մտցրել Նիկոլին չեն կարա, շատ լավ էլ կարանք։ Հեսա բրիտանացիների վերջի շունչն է։ Իրանք էլ որ բրտնեն մեջտեղից, արդեն մենք շատ լավ էլ կարանք բան անենք։ Ուղղակի ժողովուրդը պետք է համախմբվի ու ամբողջ Հայաստանի տարածքով պետք է դուրս գա։ Ոչ թե Երևանում հրապարակում մի օր գալիս են, ոնց որ անցած տարվա Սրբազանի շարժումը բոլոր լրատվականների, նույնիսկ մեր ընդդիմադիրը սկսեցի քննադատել Սրբազան շարժմանը, որ տապալեցին, ինչ է տապալին, մարդը ասեց գնացեք առավոտը եկեք, ասեց գնացեք դասադուլ, գործադուլ, արեցին, չարեցին, առավոտ այդ մարդիկ եկան, այնտեղ ով էր փողոցները, ակցիաները փակում, մի քանի ասենք այդ երիտասարդ ակտիվիստներին ու տարից մարդիկ էին, չեն գալիս, հետո ասում են բան տապալվի, չի տապալվի։ Մենք ուրիշ ժողովուրդ չունենք, ինչպես պիտի Պետք է քիչ քննադատել, որտեղ ես շատ լավ հետևում եմ, գիտեք, ամեն մի շարժման ժամանակ հաջորդ օրը սկսվում է բոլոր տաղավարներում անդիմադիր քննադատել։ Էս են երգը չի, ինչի է Զարթնի Լաոն, ինչի է Իշխան Սաղաթելյանը սենց ասում, ինչի է Պողոսը սենց ասում։ Ու սկսում են այսենց բոլոր տաղավարներում։ Ու հատկապես թիրախավորում են Հայաստան դաշինքը 5 տարի շարունակ։ Ես ամեն օր նայում եմ, ես մենակ եմ ապրում ու ես լսում եմ։ Աղջիկ ջան, դուք չեք լսել, որտեղ դուք զբաղված եք, իսկ ես լսում եմ բոլոր ալիքները, բոլոր բաներ, ելույթները։ Ու ես տեսնում եմ, որ շատ սխալ է, որ քննադատում են ընդդիմությանը։ Ինչքան կարող են այդ մարդիկ անում են, Նիկոլի մի անգամից բերեցին իրանք, քանի անգամ փորձեցին, հոկտեմբերի 27 արեցին չկարողացան, իրանք են արել, այդ որ նախկինի սուտ են ասում, ես ազգային ժողովի մոտ եմ ապրում, կես ժամ անց ես ընդեղ եմ եղել ու տեսել եմ ինչ է այնտեղ կատարվել։ Էդի բան չի, մարտի 1-ը արեցին, չստացվեց, 16-ի բանը ՊՊՑ գունդը արեցին, այլ մանր-մունր միջև վետել ինչքան շարժումները։ Նես որ պետք չի քննադատել ընդդիմությանը։ Ընդդիմությունը ինչքան կարում է անում է, ժողովուրդը պետք է համախմբվի։ Ու չնայի թե ով է, ու ինձ որ հարցնի ժողովուրդը, Քոչարյանին, բերում են Քոչարյանին իշխանության, վերջ։ Որ ասવા փորձած թանը անփորձ մածունի հետ չեն փոխում։ Լավ է, վատ է, այդ մարդու օրով մենք հանգիստ ենք ապրել, խաղաղ ենք ապրել, մենք հարգված ենք եղել։ Մարդիկ եթե խելք ունենան կհամախմբվի, չնայած այդ շարժումներին ես մասնակցել եմ, բան է, մեծ մասը 90%-ը Քոչարյանական են։ Նույնիսկ նրանք, ով որ 21 թվականին ընտրության են գնացել, ես շատ եմ շփվել այդ մարդկանց հետ, փոշմանում են, ասում են, բոլոր ասում են, միակ մարդու ումորով մենք ապրել ենք, Քոչարյանը, ժողովուրդին էլ մեղ տնելու չի, իրանք էլ են հոգնել։ Բոլորը չեն, որ հասկանում են քաղաքականությունը, աշխարհում ինչ է կատարվում։ Մարդիկ ուզում են, ես էլ եմ ուզում եք օրինականություն, ուզում եք օրենքը գերակայություն ունենա մեր երկրում, ոչ թե ծանոթ, խնամի բարեկամ։ Ես չեմ ասում, ծանոթ կարող է ունենան խելացի, բայց թող իրան տանը, ոչ թե անգրագետին բերում են, նստացում են ինչա որ քայլ առաստա, քայլելա այդ ռյուկզակը մեջքին, դες ոնց կլինի, ոնց կարող անգրագետ մարդը դառնա ղեկավար, պատգամավոր, ոնց կարողացավ դա, մարտի 1-ի բան, անկարգության բան։